Կարապետյան ազգանունը ասոցացվում է։ Ես բարի պետականում արդեն 58 տարի ես պրոֆեսիոնալ արվեստում եմ։ Բալետի ու պարի այդ իրար չեն։ Ծոքուրման եմ ասես մի անգամ փորձեիք նորմալ։ Փաստորեն իրենք այդքան չեն կարողանում լավ պարել, որտեղ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում այսօր սիրող մեր տաղավար եմ հրավիրել իր 75-ամյա հոբելյանը նշող Հայաստանի Հանրապետության Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմեստր պարոն Գագիկ Արտյուշայի Կարապետյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարապետյան։ Շնորհավորում եմ ձեր Շնորհակալ եմ Հոբելյանի արթիվ։ Շնորհակալ եմ։ Այս սկզբի համար մի ցենց հետաքրքիր մուտք անենք, հա։ Կարապետյան ազգանունը ասոցացվում է Պարի հետ։ Պարի հետ։ Հակոբ Կարապետյան, Հակոբ Կարապետյան, Արտյուշա Կարապետյան, Գագիկ Կարապետյան, Էլի Արտյուշա Կարապետյան, էլի Գագիկ Կարապետյան։ 5 սերունդ պրոֆեսիոնալ պարողների տանը։ Գիտեք, ասոցացվել է բարի հետ ազգանունը, ամեն մի տեսակ պարտավորեցնող է, որ քեզանից առաջ մարդիկ ինչ որ բան արդեն արել են, դու պիտի փորձես դրանից ավել կամ ոչ պակաս գոնե ոչ պակաս, գոնե ոչ պակաս անել։ Հիմա փորձում ենք մի ամբողջ ընտանիքով բոլորս հայկական բարի մեջ ենք, ունենք մեր դպրոցը, ես բարի պետականում եմ արդեն 58 տարի ես պրոֆեսիոնալ պարարվեստում եմ, 22 տարի պարեցի, որից հետո բարի պետական անսամբլի գլխավոր բալետմեստր, հետո երեք մուտք եք ունեցել, երեք անգամ, հա։ Երեք մուտք եւ անկեղծ որ ասեմ բոլորն էլ ամենադժվար շրջաններում դուրս էի գալիս գնում էի ուրիշ գործերով եւ այլ հետո էլի ծանր շրջաններ սկսում բարի անսամբլը նորից հետ էին կանչում եւ այսպես ես դրա համար ամեն դեպքում ուրախ եմ որովհետեւ եթե օգնել եմ ինչ որ մի բանով որ բարի պետականը երկար ապրի լավ ապրի միշտ իր տեղն ունենա մեր համերգային բոլոր ծրագրերում ուրեմն ես իմ միսան ինչ որտեղ կատարել եմ Բարդ է։ Իսկ 75-ամյակի հետ կապված մի քանի օր առաջ կայացած համերգը մեր ծրագրից մի քիչ դուրս համերգեր իր տեսակով, որովհետև մենք ծրագրում պահպանում ենք բարի անսամբլում արդեն դասական դարած որոշ բալետմեստերների աշխատանքներ, իսկ այս ծրագիրը միայն իմ բեմադրություններն էին ամբողջությամբ, մի տեսակ հաշվետվություն էր նաև, թե վերջի 2 տարվա մեջ ես ինչ եմ հասցրել անել։ Կարծում եմ հետարքիր էր, կարծում եմ լավ անցավ ժողովուրդը մեծ բավականություն ստացա։ Եվ եթե նկատեցիք ամբողջ համերգը քիչ խոսք կար, քիչ պատմություն կար, ամբողջ համերգային էր։ Մի խոսքով կարծում եմ ստացվեց։ Շատ, ես մեծ բավականություն ստացա եւ ձեր խոսքն եմ ասում, որ դա դեռ բոլորը չի։ Մի մասն էր, այսինքն։ Ովքեր ուզում են ամբողջությամբ տեսնեն, ամսի 14-ին։ Այ ես կադր եմ տեսել համացանցում, որտեղ դուք 4 սերունդ սկզբից Գագիկ կրծերն է գալիս, կանչում է հորը, Արտաշես։ Դա ելոց իր գաղափարն էր։ Ահա։ Շատ գեղեցիկ էր եւ հուզիչ էր եւ մի տեսակ sense շատերն են ասում հարուստ, շատ մեծ բավականություն ստացա, այ հարցս հետեւյալն է։ Իսկ
կրծեր Արտաշեսը մեծ պապիկին տեսել է Արտուշայի հոր Հակոբին չի տեսել ես 11 տարեկան էր որ մեծ հայրիկս մահացավ իսկ այդ տեսահոլովակի համար հետաքրքիր բան ասեմ մոտ 4 միլիոն դիտում ունեցավ այդ տեսահոլովակը եւ գրում էին ամբողջ աշխարհից իսպանալ լեզու մարդիկ մինչև անգամ ադրբեջանցիներն ու թուրքերը գրում էին որ հուզվել ենք շատ աստված ձեզ երկար ալլահ ձեզ օգնական եւ այլն ոչ թե դա հաճելի էր այսինքն դա դարձավ մի տեսակ համամարտկային նյութ որը բոլորին ներգրավեց եւ բոլորի համար հոգեարազատ էր մենական ով չի ուզի որ 4 սերունդ իրար կողքի կանգնած ունեն նամանավան սերունդ որ մեկը մյուսի գործն է շարունակում դա մասը հագին բաներ ստացանք մենք դամակներ ստացանք շնորհավորական որ լավ փաստա մեր կյանքում ես շատ եւ իրոք հուզում ապրեցի եւ շատ ջերմություն կար եւ մի տեսակ ինչ-որ բան կար էլի առնակ հզորություն կար դրանով մարդկանց ուզում ենք համոզել որ շարունակությունը պետք է պահել ինչքան պահես այնքան երկարակացի մարդիկ ինչի են երկար ապրում ձեր կարծիքով միայն այն դեպքում երբ որ իրենց սիրող կա երբ որ իրենց հետևող կա երբ որ իրենց խնամող կա երբ որ իրենց օրը օր դարձնող կա չեն թողում մարդու մեկուսի մնավա հայրս արդեն 98 տարեկան է ապրիլի 18-ին հայրիկիս դուրը օրվա մեջ չի փակվում մի թորնամտնում մյուս թորնամտնում կորին են վերում արդեն կորունի թորունի անընդհատ իր տանը գնացող եկող կա անընդհատ հետը խոսացող կա հաշվի առնող կա սիրող կա մարդու կյանքը տենց է երկարում այդ որ ասում են դեղայրով չգիտեմ սանատորիաներով սուտ բաներ է այդ բոլոր դեղերն ու սանատորիաները քո ընտանիքում է եթե կա այդ ջերմությունը ուրեմն դու երկար կապրես անպայման եթե դրական էմոցիաներ կան սեր կա բարություն կա հայրիկս միջև հիմա աշխատում է օրվա ուզաջամի մտեք նա ինչ-որ բան ա գրում ինչ-որ խորհուրդներ ա գրում երիտասարդ բարություններին ինչ-որ ռուսական մեծ բալետ մեստերի աշխատանքից թարգմանություններ անում դրանք տպելա տալիս է ուսանողներին որ սովորեն եւ այլ ինքը միջև հիմա իրան պիտանի է համարում եւ դա շատ կարեւոր է ապրեցնում են այո ինչը ապրեցնում են այո այսինքն հիշում եք այն քաղբյուրոյի անդամներ կային որ հենց որ աշխատանքից ազատում էին հաջորդում մեռնում էին այսինքն երբ որ մարդը անելիք ունի ինչ-որ բան ունի տալու ինքը ապրում է դե չմոռանանք որ դրանցից շատ-շատերը պատահական են հայտնվել իրանց տեղերում չէ տողակի այսինքն եթե ինքը անելիք ունի ապրեցնում է ինչը շատ ուրախալի է իր ամբողջ կյանքը 15 տարեկանից աշխատել է երկի բարի անսամբլում եւ իր ամբողջ կյանքը նվիրել է հայ բարին սկզբից որպես բարող հետո բանահավաք ազգագրության մեծ ջատագով ամեն ինչ արել է որպեսզի հայկական բարը պահվի պահպանվի եւ այլն հիմա այդ տեսակետից փաստորեն մեծ ոնց ասենք խնդիր կա հա գերազանցել Արտուշ Կարապետյանին գոնե ձեր ասած խոսքերով գոնե առնվազն պակասը չանել գերազանցելու ձգտում բան չկա որովհետեւ հայրս իր ժամանակի ամենակարևոր մասը ասեցի նվիրել է հայ ազգագրությանը ես ավելի շատ բեմադրական բարի կողմն եմ ես ազգագրությունից օգտվում եմ բայց բրբտող գտնող գրանցող այդ ամեն ինչը իզանից առաջ արել են Ազատ Ղարիբյանը հայրս Սրբուհի Լիսիցյանը Վահրամ Արիստակեսյանը վերջերս ահագին բան Արեն Գևորգյանն արեց մարդիկ արդեն հավաքել են ու մեկ իմ սերնդակից մեկը կամ ինձանից երիտասարդ գնացին գյուղեր բանը կան գտանք չկա տենց բան ինչ որ գտնելու էր վաղուց գտնված արդեն վաղուց այն ումից որ պիտի գտնես աստված հոգիները ուսա իրանք վաղուց մահացել են ինչ որ ունեին տալու արդեն տվել են այդ բոլորը գրանցվել նոր բան չկա ուղղակի հիմա եթե դուք այդքան շնորհք ունեք օգտվեք այն ամեն ինչից ինչ որ մարդիկ թողել են հայկական բառ հնարել պետք չի հայկական բառը պետք է իմանալ եւ դրանից օգտվել ես միշտ ասում եմ բառը խոսքի նման է որ չափ դες որ չափես դերաբրատում քու լեզվին նույն չափ եթե դու տիրապետես հայկական բառին ուրեմն քո բառերը կլինեն հետաքրքիր կլինեն գրագետ ամեն ինչը տեղի եւ կլինեն նաեւ բան գետնին կպած հայրենիք ունենան ամեն մեկ հնարում են ինչ ես հնարում վաղուց այդ քո հնարածը ուտարածին դա տեղը չի գտնում օգտվիր ինչ որ թողել են մեծերը դրանից օգտվիր այ այդ շունչը այդ ոգին այդ տեսակը եւ դրա վրա եթե կարող ես մի բան ավելացնել դա ավելի գեղեցիկ դարձնել արա որովհետեւ բեմը իր պայմաններն ունի անպայման
ուզած այդ ազգագրական մաքուր բառը պետք է բեմին հարմարեցվի, որովհետև բեմը մի տեսանկյուն, մի հանդիպած են նայում, իսկ այդ բառերը բարել են շուրջ բարեր մեյդաններում, բաներում, արդյոք 4 կողմից են նայել, ստեղ մի կողմից է, որը պետք է այդ բառը հարմարացվի այդ տեսանկյանը և վերջապես պրոֆեսիոնալ բեմը ուզում է նաև պրոֆեսիոնալ կատարում։ Առաջ ոչ մեկից չեմ պահանջել դա, որտեղ գյուղ ամբողջ գյուղը իրար ձեռն ունած պարել են, հիմա էլ են պարում և շատ ճիշտ է, բայց եթե դու դա բեմ ես անում, արդեն դա պետք է լինի պրոֆեսիոնալ կատարում, պրոֆեսիոնալ մոտեցում և այլն, որտեղից ուր հասա, ես ու հայրիկս այդ իմաստով կոնկուրենտներ իր ոլորտը մի քիչ ուրիշ է ձեր հայրիկիս թողածը ինձ համար մեծ օգնություն է, որովհետև ուզած ես ժամանակ կարողանում եմ օգտվել այդ բանից, այդ հավաքածուներից և հետաքրքիր բան ասեմ անկախ տարիքից 98 տարեկան մարդ է, եթե իրան ասես այս ինչ բառ է, քեզ անմիջապես կասի որ շրջանի բառ է, երբ են բառել, ինչ առիթով, ովքեր են բառել, ինչ ձև են բառել, երաժշտությունը որն է, և եթե պետք է ցույց կտա անգամ բառակայելը որն է, օրինակ ես շատ անգամ երաժշտությունը բառը կարող է խառնեմ չիմանալ, իր մոտ մաքուր գիտի որը նաև խոսքը մոտ 200-250 բառի մասին է, 1-2-ի մասին չի։ Իմաստով սա էլի միջայլոց ասեմ, որ մենք իմաստով շատ հարուստ ենք այդ իմաստով, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի գրանցած ցանկ հայկական, ոչ միայն առհասարակ աշխարհի բառերի և մի երկիրը 7 բառ ունի, մեկը 17, մեկը 22 բան, հայերը մոտ 300 բառ ունեն գրանցած, այդ չափի ոչ մեկը չունի, ու այդ քանակը, այդ մեծ գանձարանը թողնել, ու հիմա փորձել դրա ինչ-որ բան հնարել, չեմ կարծում, որ ճիշտ է նպատակը հարմարը։ Հասկանալի։ Իսկ մի բան էլ էլի հատկանշական համերգի ժամանակ ես ուշադրություն դարձրեցի։ Այ կային համշենական բառեր, կային պարսկահայկական բառեր, Արցախի բառը, էլի շատ գեղեցիկ։ Շուշի կար, հա։ Այ այդ բոլորը, այսինքն այդ օգտվելով այդ աղբյուրներից դուք ինչ որ կերպ բան եք այդ մի քիչ այդ մասին, էլի ինչ է ձեր ներդրում։ Համշենական բառը ինքը եթե հիշում եք անունը համշենական մտորումներ է, որովհետև ինքը համշենական մի շարք բառերից իր ազգային ֆոլք բառերից մի քանի ասենք կտորներ է վերցրած եւ դա հավաքած է մաքուր պրոֆեսիոնալ բեմի համար։ Ինքը իր բնույթով երաժշտությամբ ոգով դա համշենական է, բայց ինքը մաքուր ֆոլկը չի բանի համշենի, որովհետև ֆոլկը եթե վերցնում ես բոլոր բառերը հիմնականում մի շարժումից են բաղկացած։ Շուրջ բառը եղել, այդ շուրջ բառը կարող է կես ժամ բառային ամբողջ, բայց մեկ շարժում է։ Դալիճում չես կարող դստացես հանդիպում, մեկ շարժումը կես ժամ ասես նայ։ Ու եւ ուզած այդ մեր բառերից ոնց։ Ուրեմն այդ հենքի վրա բալետմեստերը իր երևակայությամբ սկսում է բեմադրել այդ ամեն ինչը, ինչ ասեմ, այսինքն գեղեցիկ քարը մի սիրուն շրջանակի մեջ է փորձում դնել, որ հետաքրքիր դրա նայելը։ Արցախի բառը նույն ձևի, այսինքն մենակ մաներան, եթե գիտես Արցախում կանայք ոնց են բառել, այդ դրա վրա քո երևակայությունը կառուցում է այդ բառը։ Փորձում ես թե երաժշտությամբ, թե շարժումներով, թե կատարման բնույթով, որ ամենակարևորն է տվյալ դեպքում, հարազատ մնաց տվյալ շրջանին, որովհետև մեր ամեն շրջան բացի իր յուրօրինակը ունենալուց, ունեն օրինակ բառեր ունենք, որ բոլոր տեղերում բառում են, ասենք Քոչարի օրինակ, բոլոր շրջանները, վասպուրական, սասուն, բոլորը հիմնական բառակայելը նույնն է։ Կան դեռ փոքր տարբերություններ, որոնցից ամեն մեկը մի գեղեցիկ շտրիխ է այդ բառի համար։ Ու եթե դու կարողանում ես այդ բոլորը համատեղել մի տեղ բերել, այդ դեպքում երբ որ նպատակը ֆոլկը պահպանելը չէ, ֆոլկ պահպանող խմբեր շատ կան։ Եթե հավաքում ես այդ բանը, ասում եմ գեղեցիկ փունջ այդ բառից։ Ոնց որ մեր քոչարի մեջ կա տարբեր քոչարիների, քոչարին ինքը պարատեսակ է։ Դրա տարբեր նմուշներից հավաքած մի փունջ է եւ կարծում եմ ստացված համար է։ Չէ, իհարկե, ասում եմ, ես բոլոր համարներից մեծ բավականություն ստացա։ Ես ուղղակի նշեցի հենց այդ հասկացա տիպիկ, սպეციფիկ, մեկը համշենական, մեկը պարսկահայ, մեկը Արցախի, բոլոր աշխատում եք հնարավորինս պահպանել։ Բայց ամբողջ ծրագիրը լեցնել միայն դրանով էլի ճիշտ չի կարծում եմ, պետք է լինեն նաև բալետմեստրի կամ կոմպոզիտորի երևակայությունից առաջացած Դե օրինակ տեսակ կարոտը։ Կարոտ կար, հա։ Դա ազգագրության կապ չունի, կապույտ երազը մոմերով բառը։ Բոլորը սեր, բանը, հույս հավատ սեր։ Հույս հավատ սեր կոմիտասի երաժշտության վրա։ Եվ առասարակ պետք է լինի նաև ժամանակի շնչով այդ ամեն ինչ մի քիչ շաղաղված,
որ այսօրվա երիտասարդը գա իրեն հետաքրքիր լինի եւ ձգտում լինի դեպի հայ պարարվեստը։ Մենք այսօր մենք տղաների լուրջ խնդիր ունենք, հայ տղաները չեն գնում բարելու։ Մենք եթե ժամանակին ունենք հարյուրավոր տեխնացուներ, որ ուզում են գան անսամբլ, շատերը չէին անցնում անգամ կոնկուրսով եւ մենք հիմա տղաների լուրջ խնդիր ունենք։ Հիմա արդեն մի քիչ շտկվել է վիճակը, մենք այսօր արդեն 24 տղա ունենք, դա բավարար կազմ է։ Բայց հետո եկող սերունդները մի տեսակ խուսափում են պայպարից եւ դա այնքան էլ լավ չի։ Համար պետք է մի քիչ, ասենք, ծրագիր լինի իրենց սրտամոտ, որ քաշի իրենց էլ բերի դրա մեջ։ Հասկանալի է։ Ես ճիշտն ասած որոշ տենց բան ունեցա, չի ուզում հնչեցնել, որ իրոք այդ բանը Հիմա մեր լավագույն վիճակն է։ Մենք մի քանի ժամանակ առաջ 14 տղա ունեինք ընդամենը եւ նման վիճակով բեմ դուրս գալ ավելի դժվար էր։ Ծրագիրը դասավորելու իմաստով մեծ համարներ են ներկայացնելու։ Դե մանավանդ իրար հետ հաջորդում են մեկ կանանց բարը, մեկ տղամարդկանց պետք է լինի, չէ՞, այտենց։ Եթե բեմը բացվեց 40 հոգի 40 բարող բեմի վրա էին արդեն։ Դա այդ առաջի այդ ողջույնի խոսք ասելու համար արդեն հանդիսավոր էր եւ ներկայանալիք էր։ Եվ տպավորիչ է։ Այո, տպավորիչ էր։ Իսկ ման բարի անսամբլ երկիպը ուզած այդ բալետ թամաշա է։ Չէ՞, պետք է տպավորիչ լինի մարդիկ գալիս են, որ ինչ-որ տպավորված հետո դու իրան իրենց մտքում վերլուծեն, բարեն մտքում երկեն կամ ուրիշ ժամանակ ես բարի պետականի ելույթների ժամանակ ոնց որ դա ավելի շատ հատուկ էր երկի բարի անսամբլին, որ օրկեստրը բեմում նստած էր։ Բարի պետական միշտ բեմում է։ Միշտ բեմում է։ Միշտ իր ստեղծման օրվանից միշտ բեմի վրա է եղել։ Միշտ ձախանկյունում մենք միշտ ունեցել ենք բան կենթանի երաժշտություն եւ բարի պետականին հատուկ սպეციფիկա, որովհետեւ մենք ունենք համարներ, որ երաժիշտները բարողի ոտքով են նվագում, այսպես ասած, հետևում են բարողի ոտքի ռիթմիկային արագությանը։ Բայց իմ մոտ ասոցիացիա էր, տպավորություն։ Հատկապես բաները հարվածային գործիքները։ Այդ դհոլը նրանք պետք է տղաներին տեսնեն անպայման թե ինչ է անում, ինչ արագության մեջ է անում, որ իր հետ նվագեն։ Որովհետեւ կան մոմենտներ, որ դիրիժորը դառնում է բարողը, ինքն է տալիս այդ արագությունը։ Դա տեմպը, ռիթմը էլի։ Դա միշտ դեմի վրա պետք է լինեն։ Բայց իմ մոտ տենց տպավորություն էր, որ ես առաջին անգամ էի տեսնում, չէ՞։ Միշտ դեմի վրա է։ Հաճախ եմ եղել ներկա բարի պետական, բայց հիմա ջնջվել էր։ Դա խոսում է նրա մասին, որ բարն այնքան գրավիչ է եղել, որ օրկեստրը չէ նկատել։ Երևի, դա այդ բանն էլ էր շատ, այդ հարվածային, այդ դհոլի այդ բանը շատ։ Նրա շատ սիրուն համար է։ Գիտեք, մենք նաև մեր համերգի մեջ ունենք նպատակ ցույց տալու մեր երաժիշտներին, որովհետև մեր երաժիշտները այսօր հանրապետության լավագույն երաժիշտներից են։ Անուններ կան, որոնք վաստակել են լավի կոչմանը, վարպետ լինելու կոչման։ Դրա համար ունենք մի երկու համար ծրագրում, որ կարողանում ենք ներկայացնել օրկեստրին, դուդուկահարներին, հարվածային գործիքներ, բոլորը։ Մենք ինչ օրկեստր ունենք։ Չէ, իրոք շատ համահունչ էր եւ երաժշտությունը եւ բարի հետ էլի, բարի հետ շատ։ Այդ ներդաշնակությունն է, որ միայն կարող է բերի հաջողության, ուրիշ բան չլինի։ Այո։ Լավ, դե փաստորեն խոսեցինք, որ դուք ապրել եք 22 տարի բարի պետականում, հետո եւ մանկավարժական գործնեություն, եւ հետո տարբեր հրավերներով տարբեր տեղերում աշխատել եք արտերկրում, հետո նորից վերադարձել, հետո էլի գնացել, էլի հետ եկել, այո։ Հիմա էլ փաստորեն էլի համատեղում եք մանկավարժական գործնեություն։ Մանկավարժական համալսարանում եմ աշխատում, Բարարվեստի ամբիոնում եւ բարի պետական անսամբլում։ Իսկ այդ արտասահմանյան գնալ գալը միշտ գնալ գալով երբեք չեմ մնացել։ Հիմա մի քիչ կրճատել եմ, որտեղ քան 8 անավ նստել իջվարա։ Ստեղ մինչև Արգենտինա, Նյու Յորք ժամերի դրից կա։ Մի քիչ ավելի կրճատվել է այդ ամեն ինչը։ Ամեն այստեղ հիմա գործը այնքան շատ է, որ դրսի ժամանակ չէ։ Հիմա իրանք են գալիս շատ։ Շատ հաճախ ունենք պարուսիստներ Ռուսաստանից, արտասահմանից, հեռու արտասահմանից։ Գալիս են հայ աղջիկներ, տղաներ մեր փորձերին ներկա են լինում, մեր պարապմունքներին ներկա են լինում, նայում են ինչը ոնց է արվում։ Իմիջիայլոց ամբողջ խումբը մինչև բում փորձ սկսելը 1 ժամ դասական բարի ժամ ունենք շատ լավ ուսուցիչ Արմենը Գրիգորյան, որ ամբողջ մի ժամ տրամադրում է դրան, դա այն ժամն է, որտեղ պարոնները պատրաստվում են,
կարելի ասել կրթվում են, որ հետո նոր բեմ դուրս գան եւ կատարեն բոլոր այն հանձնարարություններ, որոնք բեմում պարտավոր են անելու արդեն հիմա օգնությունը սփյուռքին արվում է այս ձևի։ Հասկանում եմ, գալիս են, գալիս են, ստաժիրովկան անցնում։ Բարձ է։ Չնայած հաղորդումը ձեր մասին է, բայց նաև ընտանիքի անդամներին էլ, հա, հիմա իմ մտքին եկավ Գագիկը կրտսեր, Փաստորեն ինքը եւ օպերայի բալետում է ապարում եւ Պարի պետականում էլ տեսա որ ապարում էր մենապարող։ Այդ բալետի ու Պարի այդ իրար չեն խանգարում, ասենց կոպիտ հարց։ Չգիտեմ իրեն մոտ կարծում եմ չի խանգարում, որովհետեւ ինքը ներսով պարող է։ Շատ լավ բան ունի խարակտերը բռնելու Պարի, այս Պարի, այն Պարի տեսակը ոնց դրա մեջ մտես, ոնց կարողանաս ոճը հասկանաս եւ բեմ դուրս գաս եւ կարծում եմ արտիստը կարող արտիստ կա որ մենակ ողբերգություն է խաղում, բան չկա, չէ, արտիստն է պետք է հասկանալի է։ Պարողն է պետք է ամեն ինչ կարողանա Պարի, ամեն ինչ։ Եվ հիմնականում Գագիկի բերել անսամբլ նաեւ կապված էր այն շրջանի հետ, որ շատ քիչ տղաներ ունեինք։ Դե համար ինքը համատեղում էր համընդեղ համստեղ, հիմա էլ այդպես համատեղում, բայց կարևորը նա է, որ ինքը կարողանում է երկու տեղ շատ հոգնում է իսկապես համընդեղ համստեղ, բայց կարողանում է համատեղել երկու տեղն էլ հասցնում։ Չէ, իմ հարցը ինչու էր, էլի, պարզ է, որ դե պրոֆեսիոնալ է, ուղղակի ոնց որ լրիվ ուրիշ բաներ են, էլի, մանիերա ուրիշ։ Ճիշտ եք։ Այդ առումով։ Բայց ինքը կարողանում է մյուսներ երկուսն էլ կարողանում անել։ Եվ կարծեմ ստացվում է։ Դե հա, ես դրա համար հարց տվեցի, էլի, ասենք երբեք խութեր չեմ։ Մենք անսամբլում դասական կրթություն ունեցող տղաներ միշտ ունեցել ենք, որ տեղափոխվել են մեր մոտ աշխատեն, երկու տեղ չեն աշխատել, մեր մոտ են աշխատել, բայց ստացել են ժամանակին դասական բարի կրթություն։ Ուզում եմ ասեմ, հեշտ ադապտացվում են, եթե դասականից գալիս են պար, հայկական պար, էլի քիչ-քիչ մտնում են այդ հոգին հասկանում են։ Դե վերջո բջիջներով կա մեջ է, եւ պարողը, ինչ կպարի դա այդքան։ Չէ, հետո հայ մարդ է, որը նույնիսկ մենք սիրողական էլի ներսով զգում ենք էլի։ Հայ մարդու հենաշարժողական կառուցվածքը շատ տարբեր է եւ դա հարմարացված է մեր պարային ռիթմիկային։ Եթե նկատել եք վրացիները բան որ մեզ այդքան մոտիկ են, հայկական բառ չեն կարող ունես բարենություն մերոնք են բարում։ Հələ բեր կանգնացրա մի հատ մշոխր կամ ինչ որ բան բարացրա կկոտրվի մեջի չեն մնա։ Մենք էլ իրանց նման չկարողանանք բարել։ Մեր բարային ռիթմիկան շատ տարբեր է եւ հարմարացած է մեզ։ Այսինքն ամեն բառ գնում եք մի տեղ խնջիքի բանի չէ, այդ բանը դհորի զարկեր այդ ռիթմիկան անկախ քեզանից մարմինից շարժվում մեզ վեր կենա։ Մեր տեսակի մեջ է այդ արդեն։ Դե որ բարողի համար կարծում շատ տարբեր, եթե ուզում է նայել կպարի, երկուսների կարողանա բարի։ Այսինքն փաստորեն դե վրացականն էլ շատ գեղեցիկ է նայում, փաստորեն իրենք այդքան չեն կարողանում լավ բարել, որովհետև ձեր ասած այդ ամեն մենք հիմա բարում ենք ռուսական ասենք կամ գջուական, դա ասած հայկական գջուական, հայկական ռուսական։ Նույն բանը չի ստացվի, որովհետև մեր ամբողջ հենաշարժողական կառուցվածքը ուրիշ ձևավերի մեջ է, չի կարող պատահի, որ մենք նույն ձևի կատարենք դա։ Կարող է լավ բարենք, կարող է, բայց միևնույն է ոչ իրենց նման։ Ներկայացումը միևնույնն է հայկական է։ Ոչ իրենց նման։ Եվ հատկապես ասեմ, որ մեր բարը, ինչպես մեր լեզուն, առանձին լեզվախումբա չէ մեր լեզուն, ասում են դեպի չէ, առանձին է։ Մեր բարն էլ առանձին է։ Մեր բարը ոչ վրացական բարին է նման, ոչ առավել ադրբեջանում կամ ասենք օրինակ նայեք այդ լեզգիներ, չեչեններ, դագիստանցիներ, բոլորը վրացականի նման նույն բանն են բարում։ Դա մի բարախումբ է, ինչպես լեզվախումբն է լինում։ Մեր լրիվ չերկեսկաներով, մեր լրիվ ոչ երաժշտությամբ, ոչ բարավոճով, ոչ բարատեսակով, մերը ոչ մեկին նման չի։ Եվ սա է որ շատ անգամ մի խառնեք, մի մտեք այդ որ ասում են Կովկասյան բարեր բան, չէ, մենք այդ խմբի մեջ չենք։ Այդ պետք չի որ դուք բերեք վրացական շարժումներ կամ ինչ-որ բան մտցնեք հայկական բարի մեջ։ Բոլորովին պետք չի։ Մեր բարարվեստը ասում եմ այնքան հարուստ է, որ եթե կարող ես օգտագործի, պետք չի օտարամոլություն անել այդ դեպքում։ Հայ, պարոն Կարապետյան, մի հետաքրքիր բան եկավ մտքիս։ Երաժշտության մեջ մենք խնդիր ունենք, որտեղ այդ մեր ազգային դասական լավ մաքրամաքուր երաժշտության եւ ռաբիսի մեջ պայքարի խնդիր։ Այ բարի մեջ նման խնդիր կա, այդ ձեր գործառույթը պահել, պահպանել, հաղորդել, այդ ճիշտ մատուցելը։
Այդտենց վտանգ կա ռաբիսի նման բարի մեջ։ Կա գիտեք ինչու՞ մա բանը կան մարդիկ, որ այսօր խմբեր են պահում, խմբեր են ղեկավարում, դա ուղղակի ճիշտ բան է, եկամուտի աղբյուր է։ Այնինքն ոչ մի լուրջ վերաբերմունք չկա, ոչ ուսուցման մեջ, ոչ այն ծրագրի մեջ, որ իրենք սարքում են, որ մատուցում են։ Իրեն, չգիտեմ, այդ նույն բանն, այդ ռաբիզը, որ բեմադրվում է, բեմահանվում, ծափ են տալիս, բայց ծափ են տալիս ձեր երեխաների ծնողները ձեզ։ Դուք ոչ մի լուրջ բան չեք անում։ Ոչ կա դասական բարի ժամ, որ երեխայի մարմինը կրթվի, ոչ կա հայկական բարի լուրջ ժամ, որ հայկական բարին թե ֆոլքին ծանոթանա, թե բեմադրականին ծանոթանա, այսինքն ղեկավարը ինքը պետք է կարողանա դա անել, որ ծանոթացնի, եթե ինքը դա չունի, ոչ մի բան չի կարող անի։ Դա կոպիտ համատուցություն է, բայց այդ նույն բանն է, այդ անճաշակությունը որտեղ է որ լինի, նույն բանն է ծնում։ Երկլնի, պարկլնի կապ չունի։ Նույն բանն է ծնում։ Ձեր խոսքը մեջ բերեմ, որ ասում եք Քոչարու մեջ շալախոյի բանանի կամ հակառակը էլի։ Չէ, ազգային բարի մեջ դասական բարի շարժումներ, դասականը շատ լավ է, բայց այդտեղի համար չի։ Ազգային բարը պետք է մնա որպես ազգային բար։ Եթե օգտագործում ես դասական լուծումներ բարի մեջ, դա այնքան զգուշ, այնքան ճաշակով պետք է արվի, որ չառանձնանա իրանից։ Հենց իրանից առանձնացավ դա կփչանա, այդ կառուցվածքը կկոտրվի։ Ինքը պետք է անենց ներդաշնակվի հայկական բարի հետ, որ ոչ մեկը չասի, գիտեք, սա դասական էլեմենտեր կամ լինի դասական էլեմենտներ անպայման ենք անում, ձեռքը դասական դիրքերում պետք է լինի, ոտը դասական դիրքերում պետք է լինի, բայց դա պետք է չխանգարի հայկական բարի հոգուն, տեսակին, ոգուն իրա։ Չէ, ոգին զգալի էր եւ աղջիկների նազանքը եւ այն ոգին են դոլը որ խփում էր ու գալիս էին առնական ոգևորում։ Ես իմիջայլոց դե բարի մեծ սիրահար եմ։ Ուրեմն ճիշտ է կողմնորոշվել, եթե դա ձեզ ոգևորել է։ Այո։ Չէ, դե ասում եմ, նախ բարի սիրահար եմ, այն սկսած վաղնջական ժամանակից։ Բարելեք երևի ինչ-որ դա։ Շատ կարճ տևեց, ճիշտն ասած, ինչ որ տեխնիկական պատճառով չգնացի, շատ ուզում էի, ու այն որ չհամընկավ, այսպես ասած, էլի բանը։ Լինում է։ Միգուցե ճիշտ է դա է։ Երևի ճակատագրի հարցեր, բայց նույնիսկ այն պատանի չասեմ 6 թե 7 տարեկան էի, այդտենց սիրողական խմբում այդ հովիվների պար եմ ապարել, այդ բանը փայտը տաշեցին, տվեցին ձեռքս, այն ժամանակ այդտենց ականջակալներով գլխարկներ կար, այդ բաները պոչերը մտցրին, այդ հովիվների գլխարկը դրեցին, այդտենց բան պարեցին։ Այդ ճանապարհը բոլորս անցել ենք։ Այդ ուզում եմ ասել, այդ մանկական այդ հիշողությունը կա, ու այստեղ էլ ուզում էի գնալ պարային խմբակի բան, այդ դպրոցի բանը, այդ հերթի բանը չհամընկավ, ու այդտենց ոնց չգնաց։ Ես մի բան ասեմ, հիմա պարարվեստի նկատմամբ շատ լուրջ ուշադրություն չկա եւ միշտ այդպես եղել, ավելի մեծ ուշադրություն տարբեր բաներին են դարձնում, չնայած իմ կարծիքով դրանով չի, որ ազգը պետք է ներկայացնես, ազգը պետք է ներկայացնես հայկական պարով, հայկական երգով, հայկական երաժշտությամբ, բայց չգիտեմ ինչի ավելի մեծ տեղադրվում դասական երաժշտությանը, այսինքն մեր օրկեստրներից մեկն ու մեկը կարող է գնա Բերլինում զարմացնի որևէ կատարմամբ կամ ինչ-որ մենք Բերլինում կարող է զարմացնենք մեր ազգայինով, ոչ թե զարմացնենք, այլ ծանոթացնենք նայեք։ Ներկայացնենք աշխարհին։ Այդ բոլոր մեր սիմֆոնիկ օրկեստրը եւ ինչ որ ունենք օպեր, դա մեր նվաճումն է մեր ազգի։ Մենք հասել ենք մի մակարդակի, որ դա ունենք։ Բայց ազգը պետք է ներկայացնի ազգայինը։ Ես տենց եմ կարծում, միգուցե սխալ եմ։ Ես տենց եմ կարծում։ Եվ դա գայլցան է դրանից, որ պարը ամենամատչելի արվեստի տեսակն է երևի։ Ամեն մարդ երգել չի կարողանում, չէ՞։ Նվագել չի կարողանում։ Բնականաբար։ Ամեն մարդ դերասան չի։ Բայց ամեն մարդ պարում է, լավ թե վատ, բայց բոլորը պարում են։ Ուրեմն պարին հատկապես պետք է լուրջ ուշադրություն դարձնել, որ մեր պար ժողովուրդն անգամ հարսանիքների ժամանակ մեծ խնդիրներ պարել իմանան, ճիշտ պարեն։ Իրենց ազգային պարը բռնեն 100-200 հոգի իրար ձեռքի, այդ գոնե մի 5-6 պար իմանան դա կար։ Դա չքնաղ բան է, երբ նայում ես մի 200 հոգի ձեռ բռնած իրար ձեռ բռնած նույն բանն են պարում։ Այդ արդեն պար չի, դա ժողովուրդ է պարում, ուրիշ բան է։ Պարը ամենամաչելին է, եւ մարդիկ երբ են պարում, երբ որ լավ տրամադրություն ունեն, չէ՞։ Միշտ ձեռքերը չես բարձրացնի։ Ու ոգուց բխող։ Ես ժողովրդին ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը միշտ պարի, միշտ այդ լավ տրամադրություն ունենա։ Պարը առողջություն ամեն ինչ։ Այո։ Դե միևնույն ժամանակ ասեմ, որ պարը որպես պար լինելու վաղուց դա թարելա պարը գիտություն է։ Ես այնօրներ ասեցի։
պետք է անպայման մեր ղեկավարները, ովքեր խմբեր են ղեկավար երեխաները, պետք է խորը ուսումնասիրեն եւ որպես գիտություն թելադրեն, որպես գիտություն տան այդ երեխեքին։ Այ դուք ո՞նց եք անում, կարդում եք ինչ նկարագրություններ, այդ որ ասեցիք։ Օրինակ իմ բարերը ծնվում են իմ գլխում, բայց հայկական բարը եթե դու ուսումնասիրես, կան դրանց բազմաթիվ գրանցումներ, բարի գրանցում, տեսագրություններ։ Այ ինչ կերպ, տեսագրություն, թե նկարագրություն։ Առաջ Սրբո Հրիսիսյանը իր ժամանակ գրանցել է բարը։ Քայլալ խար գրանցվում է բարը։ Երաշտական ոնց որ նոտաներով հասկացող մարդը։ Բայց հիմա շատ հեշտացել է։ Կան տեսագրություններ, կան բրոշուրներ, ամեն բարի պատմությունը եւ այլն։ Այդ ամեն ինչին ամեն դասին քիչ կարելի է երեխեքին ծանոթացնել։ Ամեն երեխեքը իմանա ամեն դասատուները երևի կարտակ իմանան ինչ են։ Բարձր։ Լավ, հասանք մեր երրորդ բաժնին։ Հաճելի պատմություններ, հետաքրքիր ձեր ելույթների ճանապարհությունները։ Գիտեք, զավեշտական պատմություններ միշտ են լինում շատ, հատկապես բարի պետական անսամբլում, որովհետև բարի պետական անսամբլում հատկապես տղաները միշտ եղել են շատ աչքաբաց, ոնց որ վեմի վրա են այդպես բան, կյանքում էլ են այդպես սիրում են կատականել եւ այլն։ Շատ իհարկե բոլորը պատմելու բան չի, բոլորը եթերի բան չի։ Հասկանալի։ Հետաքրքիր է որ շատ պատմություններ կա կապված Բերտ բարի հետ։ Ինքը մի քիչ բան բարա, առաջի պարն է, պատասխանատու պարն է, դրանով ենք բացել միշտ ծրագիրը եւ միևնույն ժամանակ էլ այդ Բերտ բարձրանալու խնդիրը թեկուզ 20 տարի անցած բարձրանում է, բայց 1001 մի բան պատահում անպայման։ Ուրեմն եկանք էջ միացնում համերգ ունեինք, եկանք պատրաստվեցինք Բերտը բարձրացանք, հենց սկսեցինք պտտվել, վարակույրը փակվեց։ Մենք պտտվենք, վարակույրը փակավ։ Լավ ասել բացվեցինք, որ պիտի տրնենք, վարակույրը բացվեց, բայց մենք բոլորս մեջքով ենք մնացել հիմա։ Հանդիսատեսի նորից բացվեց, նորից շրջան հավաքեցինք, նորից պտտվեցինք, վարակույրը նորից փակվեց։ Վերջը հենց նորից վարակույրը բացվեց, անհասկանալի վիճակ էր ստացվել եւ ավելի վատ բան եղավ Լոնդոնում Ալբերտ հոլում համերգ ունենք 7500 տեղանոց դալիճ կա ամբողջ դալիճ լիքը մենք գալիս ենք Ֆրանսիայից նավով եկել ենք մոտ ժամուկես ուշացած տեղ հասանք արդեն ուշացած ապտի հագնվենք պիտի գրիմ անենք ելի երևի մի ժամ էլ գնաց հանդիսատեսը նստած է լուր ոչ ձայն ոչ սափահարություն ոչ սուլոց ոչ լուր կարացած անգլիացիք նստած են կամ անգլիահայերը չգիտեմ վերջը մենք էլ եկանք արդեն միշտ Բերտից առաջ մի հատ տեղերի կանգնում ենք ով որտեղ է կանգնում ում վրա պետք է բարձրանա որ թուրիմացություն չլինի եկանք ներքևի շրջանի տեղեքով եկան նստեցին հիմա երկու տղա եկել են մի տեղի վրա փորձում են բարձրանալ խառնել են տեղը ու բարձրացան թափեց ամբողջ Բերտը դալիճից էլի ոչ մի ձայն չի գալի վերջ հիմա այս տղաներից մեկին թվում որ ինքը ավելորդ է դուս է գալու ևից հիմա եկան կանգնեցի մի տեղ պակաս է բայց ստեցել բարձրաց նորից թափեցի վերջի երրորդ անգամ մի կերպ բարձրացանք ու այս զալի մի ծափատալ ասի այս վերջին ասեց ինձ հայերը վերջապես բարձրացան հոգիներ սանեցին նույն Բերտի հետ եղավ Լուժնիկի ստադիոնում էինք վարում արև լավ նոր բեմ էին սարքեն նոր ներկայացել ամեն ինչ եւ այլն հետո պարզվեց որ սարսափելի սոտ է տալի այդ բեմը ուրեմն ելույթ են ունենում արևային Հայաստանի արտիստները հայտարարեցին բան ժուրնալները նվագեցին վազելով այդ բանով մարզադալի բանով դաշտով վազելով գալիս ենք դեպի բեմ մեր ներս մտնելն ու մի անձրև սելավ ինչեւ հասանք դե ուրեմն այդ բեմը սենց ջուր ալեցվե ուրեմն առաջի տղան բարձրացավ ընկավ երկրորդը ով բարձրանում է սոտ է տալիս քայլել հնարավոր չի ինչ բարելու մասին է խոսքը լավ ասի տղեկ եկեք Բերտը բարձրանանք գոնե իջրեք թողենք գնանք էլ բան չանենք ուրեմն ամբողջ բանը ժողովուրդը հովանոցներով նստած են մի անգամից հովանոցը պատվեց այդ տեղը եկանք որ բարձրանանք հիմա տակի տղեկը նստեցին վերևի տղան հենց ոտերի դես տակի տղեկի ոտերը բացվեց բոլորը նորից թափեցին վերջը տեղեր մի կերպ բարձրացանք եկացանք կանգնեցինք այս հովանոցները իջավ ամբողջ մարզադաշտից ծափտոր վերջապես բարձրացան վերջ մի հատ պտտվեցինք մի կերպ ադաս հիմա թռնելու բոլոր գետի նստելով մեզ եկավ հայտարարակ բաներ որպես բան մտածում ես ու հիշում եմ երկու դեպքեր հետաքրքիր էր հատկապես ամեն տեղի հանդիսատեսը տարբեր է ամենաբան բծախնդիր հանդիսատեսը դա Գյումրու հանդիսատեսն է որտեղ մի քիչ էլ բան են իրենք չեն այդ լեզվից ազատ ամեն ինչ կարող ասել ուրեմն մի անգամ համերգի ժամանակ մի հատ նոր պար ենք տարել հաղորդավար այդ որ պարը կատարվում է առաջին անգամ դալիճից մենք ցո գուրման դեմ ասես մի անգամ փորձեք նոր գայք էլի
Մի ուրիշ առիթով էլ ես թատրոնների հետ էլ շատ եմ աշխատել։ Նյու Յորքից մի հատ թատերախումբներ եկեն։ Խնդրեցին, որ օգնեն, գնացինք իրար հետ Գյումրի։ Այնտեղ մի տեղ կա, որ հերոսը գալիս է պարկում է գետնին։ Հա։ Եկավ պարկեց մեկ է դալիճից մեկն ասել, ծովրեն բանում գցեք չմրսի հանգարց դալիճից։ Այս ռեժիսորը վրթովեց, ինչ-որ բաման։ Այնտեղ մի հատ հին թատրոնի հիմնադիրներից մեկը Գայզիկ Պողոսյան լուսավորող հիանալի մարդ ասեց ծոսեց ինչ կփորած ասեց ես ինչ հանդիսատես է բանման ստեղ ասեց գիտես ինչ թատրոններ ա ասեց ներկայացում խաղում այնտեղ հերոսը վերջում թույն ա խմում դալիճից մեկը ծոասպաս աղ չխմեց սպանչի կեսնել կուդազ ռեժիսորի ներկայացում այնքան անհաջող Վերջը սենց բաներ շատ ալինում Բայց հիմնականում բարի պետական անսամբլը ունեցել է փառապանց ճանապարհ, ունեցել է փայլուն ղեկավարներ ՀՄՄԿ-ի ժամանակին Էդվարդ Մանուկյան, Վարդգես Ռաշիդյան, Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Սուրեն Ջանջուրյան, վերջ մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը դրել են այդ խմբի բարօրության լավ ներկայացնելու, աշխարհին ներկայացնելու վրա։ Մի խոսքով բարի պետական անսամբլը իմ կարծիքով հայ բարարվեստի գանձարաններից մեկն է։ Այո, եւ թող շարունակելի լինի։ Կարծում եմ շարունակելի լինի, այո, ձեր ղեկավարությամբ երկար տարիներ վայել ենք եւ նաեւ շարունակելի լինի ընդհանրապես հայ երկն ու պարը, հայ պարը թող թևածի շատ ու շատ Ալբեր հոլում կլինի, թե Կարնեգի հոլում կլինի, թե Օլիմպիա մարզադաշտում կլինի, բոլոր լավագույն բեմերում։ Ձեզ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք, դու այդ իմացեք մերոնց, տենցա չէ հաղորդաշարը։ Ճանաչիր մերոնց, այո։ Ես էլ մտա այդ մերոնց մեջ։ Իհարկե։ Դարա այդ մերոնցից մեկը։ Դուք վաղուց էիք մերոնց, ուղղակի ուշ հանդիպեցինք։ Որպես բան, հաղորդաշարը մտա։ Այո։ Շնորհակալ եմ հրավիրել։ Դուք ճանաչիր մերոնց հաղորդաշարի արդեն այդ գանձարանում գրանցված։ Երբ կսկսենք այդ հավաստագրերը շնորհել, որ դուք ճանաչիր մերոնց։ Այդ գաղափարը վաղուց կա, մենք տեսնենք իրականացնենք էլի։ Դերով շատ հաճելի էր եւ թող այդ ձեր փաստորեն դա էլ չթվարկեցինք, փաստորեն բացի այդ ձեր թվարկված 5 շարավ սերունդից, հա, շարավղերը որ գալիս է, նաեւ կանայք, հարսները, մի խոսքով թորները, մենք համ ապարում ենք, համ պարասնում ենք։ Պարասնում ենք։ Ռաշիդին էլ հիշենք, Ռաշիդ Կարապետյանին, ձեզ ազգակից է, բայց փաստորեն ազգանունով են համընկնում։ Հա, ազգանունով անցած համերգին կինը եկել էր համերգին Իմ շատ լավ բարեկամը Ռաշիդը փայլուն բարով էր։ Այդ դրա համար ասեցի հիշենք։ Ռաշիդի նման բարով էր, բարի անսամբլում 1-2 հատ կա այդ որակի, այդ տեխնիկայի։ Եվ միևնույն ժամանակ լավ մարդ կինն էր մեր բարոյիներից, աղջիկներն էր մեր բարոյիներից, Աննան։ Տղան բալետի բարողա, փայլուն բարողա։ Վերջը Ռաշիդի մասին կարելի է, եթե նստենք իր մասին խոսենք, կարելի է ժամերով խոսել եւ միայն իհարկե լավ։ Ես ուզեցի հիշել, չնայած դուք ազգական չեք, բայց քանի որ Կարապետյաններ դրա համար էլ Կարապետյաններ բարի պետական միշտ շատ են։ Ռաշիդը Կարապետյան էր, ես Կարապետյան, հորեղբայրս որ ապարում էր բարի պետականում Ռոմիկը Կարապետյան էր։ Ասատուր Կարապետյան։ Ասատուր Կարապետյանը, Մանուկը Կարապետյան Էլի կան բոլորին չեմ հիշի, միշտ եղել են, Հարութը Կարապետյան, Հարությունը, միշտ եղել են։ Իշխեսկով, ինչ որ ասեցինք, էլի, Կարապետյան ազգանունը ասոցացվում է բարի հետ։ Թեկուզ ազգակիցներ չենք եղել, բայց… Դրա համար ուզեցի Ռաշիդ Կարապետյանին էլ ներառենք, նշենք որպես։ Շատ լավ, շատ հաճելի էր, ափսոս մեր ֆորմատը չի ներում, թե չկարելի էր երկար զրուցել։ Մի ուրիշ անգամ, հուսամ առիթ կլինի զրուցենք։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել էի Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմեյստեր, շատ սիրելի հարգարժան Գագիկ Արտյուշայի Կարապետյանին։ Շնորհակալ եմ։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։